Առաջին մտահոգությունը հենց դա էր, որ որոշակի ֆինանսական աջակցություն ստանալուց հետո որևէ գործ ձեռնարկել, որևէ բան անել, որ արդյունքում կարողանանք ուղղակի ապրել եւ կազմակերպության գործունեությունը այս հարցում շատ օգտակար է, որտեղ թե ֆինանսապես աջակցելը, թե ծրագրային առումով աջակցելը օգնում է, որ փոքրինչ շատ չդժվարանաս վերայինագրվելու հարցում։ Կազմակերպության հետ խորհրդակցելու արդյունքում ես ներկայացրեցի ինչ նպատակներ, ինչ ծրագրեր ունեմ, ինչ աջակցության տեսակը ինձ անհրաժեշտ եւ ընդառաջում եղավ համապատասխան գործիքներ ձեռք բերեցինք միասին։ Մեր գրասենյակը տեղակայված է միասնական սոցիալական ծառայությունների շենքում։ Կոնկրետ իմ ֆունկցիան կայանում է եվրոպական երկրներից վերադարձող Հայաստանի քաղաքացիների հետ աշխատանք։ Նախ ինչ ծրագրեր կա, որ իրանք կարող են դիմել եւ հասկանալ ինչ աջակցությունով հնարավոր է իրենց օգնել։ Կոնկրետ լոսրա ծրագրով վերաինտեգրումը սկսվում է մինչ նրանց վերադարձա գրանցումով ռիաթ հարթակում։ Մեկնարկից հետո արդեն ծրագրի իրականացումը համընկավ նաև սոցիալական գործառույթների, մասնավորապես ինտեգրման եւ վերաինտեգրման գործառույթների փոխանցմանը մի գերատեսչությունից մյուսին։ Այս բարդ փուլում, երբ որ մի կողմից կային մեծ հոսք փախստականության եւ իրենց հետ կապված է սոցիալական եւ տնտեսական մնացած բոլոր հարցերը պետք է լուծվել, մյուս կողմից էլ բարեփոխումներ էին, երբ որ արդեն մի գերատեսչությունների գործառույթները փոխանցվում են մյուսին, այդ բարդ փուլում էր, որ այս ծրագիրը մեր կողքին էր եւ փորձում էր աջակցել եւ մենք էլ կարծես թե շատ հարցերում նաեւ իրենց վրա էինք հենվում նույն վերադարձողների հետ կապված հարցերը լուծելու համար եւ այլն։ Արդյունավետ ենք համարում համագործակցությունը միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի, ուղղորդման կենտրոնի խորհրդատու եւ հոգեբանի, թե գործնական պարապմունքների, թե խորհրդատվության, թե իրազեկվածության առումով վերաինտեգրման հարցերով. Over time, the referral desk evolved from a simple service point into a laboratory of good practice, helping to strengthen Armenia's broader reintegration ecosystem. With support from the RRF, LOSRA helped USS build stronger local ownership, reinforce reintegration mechanisms, and introduce new tools to improve coordination and knowledge management. ICMPD RRF ծրագրի շրջանակներում կազմվել եւ նաեւ արդեն իսկ հրատարակվել է մի շատ կարեւոր ձեռնարկ, որը որ ուղղված է վերադարձողների հոգեբանական առանձնահատկությունները ավելի լավ հասկանալուն։ Շատ կարևորում ենք նաեւ այն հանգամանքը, որ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխության պայմանավորված վերաինտեգրման կամ վերաինտեգրման ոլորտի գործառույթների փոխանցման այդ համատեղ տարածքային կենտրոնների առաջնային կարիքների անհրաժեշտությունից ելնելով միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից վերադարձի կամ վերաինտեգրման թեմայով երկօրյա վերապատրաստումներ անցկացվեցին Երևանի 7 տարածքային կենտրոնի աշխատակիցների համար։ Կա անապագայի պլաններ, կա տեսլականը կայանում է Հայաստանում ազգային պետական, այսինքն ինքնուրույն գործող ուղղորդման համակարգի ստեղծման շուրջ է կենտրոնացած։ Վերադարձածին կարողանա ուղղորդել դեպի այն ծառայությունները, այն հնարավորությունները, որոնք առկա են ոչ միայն պետական համակարգում, այլ նաև ինչու ոչ մի միջազգային կազմակերպությունների օգնությամբ առաջարկող ինչ-որ ծառայություններին։ Մոտ 2 տարի է, որ արդեն Հայաստանում եմ, իհարկե սկզբի հետ համեմատած ավելի անգիստ եմ, ավելի կայուն երկրում ապրելու հարցում։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև սկզբնական շրջանում հենց այդ անհանգստությունն ուներ, ոնց են վերաինտեգրվելու, բայց քանի որ նախաձեռնեցի իմ աշխատանքը, սկսեցի եւ արդյունքում ունեցա հաճախորդներ, այդ ամենը օգնեց, որ ավելի հանգիստ լինեմ։